Նոր Եդեսիայում հիմնվում է տարածաշրջանի միակ ջերմոցային տնտեսությունը, որտեղ լոլիկի հասունացման ամբողջ ընթացքը կվերահսկվի նաև արհեստական բանականության կառավարմամբ։ Հիմա մենք գտնվում ենք հենց ջերմոցում։ Այս ուղղությամբ ամբողջությամբ ջերմոցի շարքերն են գնալու, այսինքն հիմա մեր կանգնած տեղում աճելու են արդեն լոլիկները։ Ջերմոցում տեղադրվելիք արհեստական լուսավորությունը, որը արևի էֆեկտ է տալու, բերքեառատությունը կապահովի նույնիսկ ձմռան ամիսներին։ Տարեկան ավելի քան 6000 տոննա լոլիկի բերք են այստեղից հավաքելու ու մեծամասամբ արտահանելու են։ Արհեստական բանականության կիրառումը չի խոչընդոտելու, որ տեղի բնակիչներն այս հսկա ջերմոցում աշխատանք գտնեն։ Արհեստական բանականությունը ինքը օգնելու է ջերմոցի ճիշտ աշխատանքին, որովհետև ամբողջությամբ տեղադրված են սենսորային համակարգեր, արհեստական բանականությունը հասկանալու է։ Պետք է պատուհանները բացվի, փակվի, ջեռուցումը ավելացվի, պակասացվի, ջրումները երբ կատարվի, այդ ամբողջ աշխատանքները արհեստական բանականությունն է իրականացնելուն ու բնականաբար մարդկանց հսկողության տակ։ Ագբա բանկի աջակցությամբ հիմնվող 10 հեկտար ջերմոցը 9 միլիարդ դրամ ներդրմամբ խոստանում է Նոր Եդեսիան դարձնել Հայաստանի նորարար գյուղատնտեսության խորհրդանիշ։ Ժամանակակից աշխարհում գյուղատնտեսությունը մեծ զարգացում է ապրում եւ ըստ էության ի հայտ են գալիս նոր տեխնոլոգիաներ, որոնք խրախուսում են տարբեր ձեռներեցների, ոչ միայն այսպես տրադիցիոն ֆերմերների, որ իրենք զբաղվեն խելացի գյուղատնտեսությամբ, որովհետեւ այս տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս արտադրել մեծ քանակով, արտադրել որակյալ եւ արտահանել բոլոր այն երկրներ, որոնք պահանջարկ ունեն նման պրոդուկտ։ Ագբա բանկը շարունակում է եւ տրադիցիոն մեր ֆերմերային տնտեսությունների վարկավորումը, որոնք ավելի փոքր կամ միջին են եւ միաժամանակ նաեւ մենք էլ խրախուսում ենք ավելի մեծ տնտեսությունների ստեղծմանը, ֆինանսավորմանը, մասնակցում ենք կայացմանը նոր գյուղատնտեսության, որը որ մեր Հայաստանի համար դա ապագա է։ Ագբա բանկի աջակցությունն այստեղ չի սահմանափակվում ֆինանսավորմամբ։ Մեր համար շատ կարևոր է, որ նման տնտեսություններ ստեղծվել, մենք պատրաստ ենք աջակցելու ոչ միայն ֆինանսապես, այլ նաև զուտ տեխնիկական առումով, լինի գիտելիքներ տալը, լինի շուկաների ուսումնասիրությունը, նոր տեխնոլոգիաներին հասանելիությունը։ Այս առումով մենք ունենք շատ լավ գործընկերներ արտասահմանից, որոնք պատրաստ են կիսվել իրանց փորձով։ Հայաստանի ամենախելացի ջերմոցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են 40 հեկտար տարածքի վրա, ֆրանսիական Ռիշել բրենդի կոնստրուկցիաներով կառուցվում է տարածաշրջանում եզակի ջերմոցային տնտեսությունը։ Մենք արդեն 10 տարուց ավելի աշխատում ենք Հայաստանում տարբեր ներդրողների հետ։ Պետք է ասեմ, որ Պրոմգրուպի մեջ մտնող Ագրոպրոմը շատ պրոֆեսիոնալ է աշխատում։ Այս կառույցը, որը տեսնում եք իմ հետևում, վերահառնել ընդամենը 1.5 ամսում։ Քարքարոտ հատվածն ամբողջությամբ հարթեցրել ենք եւ 10 հեկտար ջերմոցի հարթ տարածք ստացել։ Ջերմոցի ամբողջ ֆինանսավորումը իրականացվում է Ագբա բանկի կողմից, նաև պետությունը սուբսիդավորում է վարկի տոկոսը։ Առանց Ագբա բանկի ֆինանսավորման հնարավոր չէր լինի այս մեծ հսկա կառույցը իրականացնել։ Ապագայի գյուղ է դառնում Նոր Եդեսյան հիմա։ Ջերմոցային այս հսկա տնտեսության աշխատանքները մինչև տարվա վերջ կավարտվեն։ Արդեն հունվարին կտնկվեն արհեստական բանականությամբ վերահսկվելիք լոլիկի առաջին սածիլները։